Ընթերցեցինք Մարկոսի ավետարանից 11-րդ գլխի առաջին համարից մինչև 11-րդ համարները, որտեղ մեզ ավետարանիչը ներկայացնում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոս գնում Երուսաղեմ, գալիս Երուսաղեմ եւ թե ինչպես են ժողովուրդը նրան դիմավորում։ Մենք սա կոչում ենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտք դեպի Երուսաղեմ։ Մտքում ունենալով այն տեսարանը, որ Հիսուս Քրիստոս գալիս է Դավթի քաղաք։ Բայց սա առաջին դրվագը չէ, որտեղ Հիսուս Քրիստոս գալիս է Դավթի քաղաք, եւ Երուսաղեմը միակ քաղաքը չէ, որը Դավթի անունով է պայմանավորվում։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս ծնվում է Դավթի քաղաքում, Բեթղեհեմում, այնտեղ, որտեղից էր Դավիթ թագավորը։ Եվ երբ առաջին անգամ ծնվում է, այսինքն առաջին անգամ գալիս է աշխարհ Հիսուս Քրիստոս, իր մուտքը Դավթի քաղաք, տեղի ունենում շատ խոնարհ, շատ հեզ պայմաններում, մեր Տեր եւ Փրկիչը ծնվում է եւ դրվում է մսուրի մեջ։ Թեև նա թագավորն էր երկնքի եւ երկրի, Աստված նա մարդանում է եւ շատ մի խղճուկ միջավայրում դրվում է։ Այստեղ մենք տեսնում ենք, որ երբ Հիսուս Քրիստոս գալիս է Երուսաղեմ, կրկին իբրև թագավոր, մարդիկ ամբողջությամբ այլ կերպ են դիմավորում Հիսուս Քրիստոսին, այլ ընկալումներ են ունենում Հիսուս Քրիստոսին տեսնելիս։ Բայց Հիսուս Քրիստոս այլ մոտեցում, այլ պատկերացումներ է ունենում Երուսաղեմ մտնելուց եւ մարդիկ այնտեղ ամբողջությամբ այլ։ Տեսեք ինչ է մեզ ներկայացնում ավետարանիչը։ Ասում է. Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեն եւ Բեթանիային Ձիթենյաց լեռան մոտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. Ուրեմն Երուսաղեմին շատ մոտ էին Բեթանիան, Բեթփագեն, Ձիթենյաց լեռը։ Եվ երբ Հիսուս Քրիստոս գալիս է գրեթե հասնում է Երուսաղեմին, նա իր աշակերտներից երկուսին ասում է. Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, եւ հենց որ այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել, արձակեցեք այն եւ բերեք։ Ուրեմն այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք յուրաքանչյուր խոսք, թե ինչ է ասում Հիսուս Քրիստոս։ Ասում է, երբ մտնեք այդ գյուղը, կգտնեք մի ավանակ, որը կապված է։ Երբ մեզ ասում են, երբ մենք ընթերցում ենք Հիսուս Քրիստոսի խոսքերը, մտնեք գյուղ, այնտեղ կտեսնեք մի ավանակ, որը կապված է։ Մեզ համար այս խոսքերը որևէ բան նշանակում են, արդյոք այս խոսքերը մեզ հուշում են որևէ դրվագ Աստվածաշնչից, մենք որ բոլորս շատ սիրում ենք ընթերցել Աստվածաշունչը։ Ծննդոց գրքում, Սուրբ գրքի առաջին գրքում, վերջին գլուխներում, 49-րդ գլխում կա հետևյալ օրհնությունը։ 49-րդ գլխի 8-րդ համարը։ Հուդա, քեզ կօրհնեն եղբայրները քո։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս Հուդայի ցեղից էր, չէ՞։ Հուդա, քեզ կօրհնեն եղբայրները քո, ձեռքը քո կիջնի թիկունքի վրա թշնամիներիդ, հորդ որդիներն գլուխ պիտի խոնարեցնեն քո առաջ։ Հուդա, կորյուն առյուծի, իմ շարավիղից ելար, որդյակ իմ, ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպես առյուծ, որպես կորյուն առյուծի։ Ով պիտի արդյոք արթնացնի նրան։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ այս մարգարեական խոսքերում Հուդայի շարավիղը կոչվում է առյուծ եւ կորյուն առյուծի։ Թույլ տվեք շատ չտանջեմ ձեզ, միանգամից մեկնությունը տամ, առյուծ եւ կորյուն առյուծի խորհրդանշում է Աստված եւ Աստծո որդի։ Այս խոսքերը դեռևս գրված 5 կտակարանում Ծննդոց գրքի 49-րդ համարում խորհրդանշում էին Հիսուս Քրիստոսին, ասում է դու Աստված ես եւ Աստծո որդի։ Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպես առյուծ։ Բնականաբար այն ժամանակ շատ քչերը կհասկանային, որ խոսքը Հիսուս Քրիստոսի խաչելության մասին է գնում։ Ելար, բազմեցիր, ուր բազմեցիր, եթե ոչ խաչի վրա։ Ննջեցիր դու որպես առյուծ։ Ննջելը Հիսուս Քրիստոսի մահն էր խորհրդանշում։ Ով պիտի արդյոք արթնացնի նրան։ Ով կարող էր մարդկանցից հարություն տալ Հիսուս Քրիստոսին, եթե ոչ միայն Աստված։ Մի փոքր իջնենք ներքև։ 11-րդ համար։ Իր ավանակին կկապի որդից, իսկ որդի ոստից էշի քուրակին։ Ինչ որ մի բան ասում են ձեզ այս խոսքերը։ Մենք գիտենք, չէ, որ երբ Աբրահամը Իսահակին տանում է զոհաբերության, այնտեղ խոյը կապված է լինում ծառից։ Եվ ասում է, տեսեք այստեղ ինչ է ասում. իր ավանակին կկապի որդից, իսկ որդի ոստից էշի քուրակին, իր պատմուճանը կլվա գինով, եւ իր հագուստը խաղողի արյամբ։
գինին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը, Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը։ Գինուց զվարթ են աչքերը նրա, իսկ ատամները սպիտակ կաթից ավելի։ Զվարթությունը այն բարի լուրն էր, որը պիտի գար Հիսուս Քրիստոսի մահվամբ, այն փրկությունը, որ մեզ պիտի բերեր Հիսուս Քրիստոս իր ինքնազոհաբերությամբ։ Ծննդոց գրքում դեռևս, այսինքն Սուրբ Գրքի առաջին գրքում, ամենաառաջին գիրքը, որ գրված էր հրեաների համար, որով մարդիկ հրեաները պիտի ճանաչեին Աստծուն, առաջին էջից մինչև վերջին էջը կան մարգարեություններ Հիսուս Քրիստոսի մասին։ Եվ այս մարգարեական դրվագը շատ հստակ խոսում է Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին, որը պետք է տեղի ունենար Երուսաղեմում, եւ մատնանշվում է այն, որ ծառից պիտի կապված լինի ավանակ եւ ավանակի քուռակ, եւ այդ ավանակը եւ իր պատմուճանը պիտի լվացվի գինվով եւ իր հագուստը խաղողի արյամբ։ Այսինքն դեռևս հրեաների առաջին հրեաների մեջ նստած էր այն պատկերը, որ իրենց խաղաղությունը, իրենց փրկությունը պիտի հասներ իրենց զոհաբերության միջոցով, թեև շատ հրեաներ այդպես էլ անգամ Հիսուս Քրիստոսի օրոք չէին հասկանում, թե ինչ զոհաբերություն պիտի լիներ։ Այս նույն տողերի վրա ներշնչված Զաքարիա մարգարեն իր 8-րդ գլխում ասում է, թե ցնծա Երուսաղեմ, ուրախացի Սիոն, որովհետև ահա գալիս է քո մոտ քո թագավորը, հեզ եւ խոնար թագավոր, փրկարար թագավոր, որ պիտի բերի փրկություն եւ խաղաղություն, նստած էշի եւ էշի քուռակի վրա։ Նույն գաղափարը, ինչ Մովսես մարգարեն դրել էր Ծննդոց գրքի այս հատվածներում, մարգարեական, նույն գաղափարը կար նաեւ Զաքարիայի մարգարեության մեջ, եւ Քրիստոսի զոհաբերության մասին մարգարեությունները լեցուն են ամբողջ գիտականում։ Երբ Հիսուս Քրիստոս իր աշակերտներին ասում է. Գնացեք այդ դիմացի գյուղը եւ այնտեղ երբ մտնեք կգտնեք մի կապված ավանակ, որի վրա ոչ մի մարդ արարած դեռ չի նստել, Հիսուս Քրիստոս հուշում է նրանց մարգարեությունը, 5 դականյան մարգարեությունները, որ գնացեք բերեք այդ ավանակին, որովհետեւ տեղի պիտի ունենա զոհաբերություն Երուսաղեմում, եւ ես պիտի մտնեմ Երուսաղեմ իբրև առյուծ եւ կորյուն առյուծի, իբրև Աստված եւ Աստծո որդի բազմած էշի քուռակի վրա, իբրև թագավոր, որ պիտի բերի խաղաղություն, ես պիտի մտնեմ Երուսաղեմ իմ զոհաբերությամբ այդ խաղաղությունը բերելու, որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել։ Տեսեք, հրեական միջավայրում շատ հստակ էր, որ այն կենդանների վրա ձին կլինի, թե ավանակը կլինի, որի վրա պիտի նստի թագավորը, ոչ ոք բացի թագավորից իրավունք չունի նստելու։ Եվ երբ Հիսուս Քրիստոս ասում է գնացեք եւ բերեք այդ ավանակին, որի վրա որևէ մեկը դեռ չի նստել, նա ոչ միայն ինքը անձամբ մատնանշում է իր զոհաբերության մասին, այլ նաեւ խոսում է իր թագավոր լինելու մասին, իրական թագավոր լինելու մասին, որովհետեւ այդ էշի վրա որևէ մեկը չէր նստել, թագավորը առաջինը պիտի նստեր այդ ավանակի վրա։ Արձակեցեք այն եւ բերեք։ Եվ եթե մեկը ձեզ ասի, այդ ավանակը ինչու եք արձակում, կասեք Տիրոջը պետք է։ Եվ նա իսկույն դրան այնտեղ ուղարկի։ Երբ Հիսուս Քրիստոս ասում է, երբ այդ ավանակի համար հարցնեն, թե ինչ եք արձակում, կասեք Տիրոջը պետք է։ Այդ մարդիկ ինչ պիտի հասկանային, որ ավանակի Տիրոջն է պետք այդ ավանակը, թե Տիրոջն է պետք ավանակը։ Մարկոսի ավետանում մենք շատ քիչ տեղերում կարող ենք տեսնել, որտեղ Հիսուս Քրիստոս կոչվում է Տեր։ Տեսեք, մյուս ավետաներում լեցուն են դրվագները։ Տեր, Ադոնայ եբրայերեն բառը օգտագործվում էր հրեաների միջավայրում բացառաբար Աստծո մասին խոսելու պարագային։ Մենք գիտենք, որ կա ավետարանական 5 տականյան պատգամ, թե Աստծո անունը զուր տեղը չի կարելի տալ, եւ հրեաները ամեն անգամ, երբ գալիս էին եւ հասնում էին ԵՀՎՀ Յահվե տետրագրամատոնին, քառատառին, չէին արտասանում Աստծո անունը, իրենց բերանը փակում էին։ Եվ երբ պիտի խոսեին Աստծո մասին, Յահվե բառը արտասանելու փոխարեն հրեաները արտասանում էին Ադոնայ, Տեր։ Եվ հայտնի մեսիական Սաղմոսը կա, Տերն իմ Տիրոջն ասած նստիր իմ աջ կողմում, եւ այնտեղ առաջին Տերը նշված է իբրև Յահվե, երկրորդ Տերը նշված է իբրև Ադոնայ։ Հիմա բոլոր հրեաները, երբ ասում էին Տեր, հասկանում էին Աստված։ Մարկոսի ավետանում Մարկոսը ինքը Հիսուս Քրիստոսին Տեր չի անվանում, թեև վկայում է Հիսուս Քրիստոսի Աստծո որդի լինելու մասին, բայց այստեղ ինքը Հիսուս ինքն իրեն Տեր է անվանում։ Այսինքն նախ Հիսուս Քրիստոս խոսում է իր գալիք զոհաբերության մասին, մատնանշելով մարգարեությունները, որտեղ խոսվում են այն մասին, որ Հիսուս Քրիստոս Աստված է եւ Աստծո որդի, ապա ինքը ցույց է տալիս, որ ինքը թագավոր է ուղարկված Իսրայելի փրկության, Աստծո ժողովրդի փրկության համար, եւ այստեղ ուղղակի ինքն իրեն անվանում է Աստված, ասելով, թե երբ կհարցնեն, թե այդ ավանակը ինչի համար է արձակում, կասեք Տիրոջը պետք է։
Տերն է ցանկանում, որպեսզի այդ ավանակին արձակեք։ Եվ ինչ է տեղի ունենում, նրանք գնում են եւ երբ արձակում են ավանակին, որ բերեն, այնտեղ մարդիկ հարցնում են, թե ինչ եք անում, եւ նրանք պատասխանում են այնպես, ինչպես Հիսուսն էր նրանց ասել, եւ նրանք թույլ են տալիս, որպեսզի ավանակին արձակեն եւ բերեն։ Ավանակը բերեցին Հիսուսի մոտ եւ դրա վրա զգեստներ գցեցին եւ Հիսուս նստեց դրա վրա եւ շատերը իրենց զգեստները փռում էին ճանապարհին եւ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում եւ գցում ճանապարհի վրա։ Ինչ է այստեղ ցանկանում մեզ ասել ավետարանիչը։ Երբ ավանակին բերում են Հիսուս Քրիստոսի մոտ, նրա վրա զգեստեր են գցում եւ շատերը իրենց զգեստերը փռում են Հիսուս Քրիստոսի ճանապարհին, որպեսզի նա նստած ավանակի վրայով այդ զգեստերի վրայով գնա Երուսաղեմ։ Կրկին անգամ ավետարանիչը ցանկանում է, որպեսզի մենք հետ հայացք գցենք դեպի 5 կտակարան։ 5 կտակարանյան թագավորների մեջ Դավթից հետո կա մեկը, ով ամենավատ թագավորն է համարվել, ում օրոք ամենասաստիկ հալածանքներն են եղել ճշմարիտ հավատացյալների հանդեպ, ում օրոք կռապաշտությունը շատ մեծ զարգացում է ապրել, եւ այդ թագավորը եղել է Աքաբը։ Այն աստիճան, որ Աստված երբ հոգնում է Աքաբի այս անօրենություններից, Եղիսե մարգարեին ասում է, թե գնա եւ ուրիշ թագավոր օծիր ինձ համար։ Այդ թագավորը Եհուն էր։ Երբ Եղիսե մարգարեն գնում է Եհուին օծելու, Եհուն, երբ պիտի գնա այլևս իր թագավորությունը վերցնելու, այն մարդիկ, ովքեր ներկա էին այնտեղ, իրենց զգեստերը հանում են եւ գցում են Եհուի առաջ, որպեսզի Եհուն այդ զգեստների վրայով գնա եւ վերցնի իր թագավորությունը։ Այստեղ, երբ մարդիկ իրենց զգեստերը գցում են ավանակի վրա եւ ավանակի առջև, խորհրդանշում այն, որ Աստված հոգնել էր այն կռապաշտական մոտեցումներից, որոնք առկա էին Իսրայելում։ Աստծո ընտրյալ ժողովուրդը մերժել էր Աստծուն իր կռապաշտությամբ, իր կռապաշտական սովորություններով, մեղքով, ընչաքաղցությամբ, անձնասիրությամբ, ագահությամբ, ворկրամոլությամբ, փառամոլությամբ, եւ ահա ժամանակն է, որպեսզի նոր օծյալ թագավոր գա Երուսաղեմ եւ վերականգնի Աստծո թագավորությունը, որը այնտեղ եղել է։ Եվ ահա մարդիկ իրենց զգեստերը, չգիտեմ գիտակցելով թե չգիտակցելով, գցում են ավանակի եւ ավանակի առաջ, որպեսզի Հիսուս Քրիստոս այդ զգեստերի վրայով իբրև նոր թագավոր, իբրև Աստծո իրական եւ ճշմարիտ օծյալ մտնի Երուսաղեմ։ Զգեստերի հետ միասին նրանք գցում են նաեւ ծառի ճյուղեր։ Ինչու՞։ Սովորություն կար, երբ թագավորները պատերազմներից հետո հաղթանակած վերադառնում էին իրենց քաղաք, մարդիկ թագավորներին ի նշան հաղթանակի ճյուղերով էին դիմավորում։ Ճյուղեր էին փոխում ծառերից եւ այդպես դիմավորում էին թագավորներին, ով հաղթանակն է բերում դեպի քաղաք։ Եվ ոչ միայն դա, այլ նաեւ բղավում էին. Ովսաննա բարձրալին, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Այս խոսքերը եւս ասվում էին բացառաբար թագավորների հասցեներին, որոնք հաղթանակ էին բերում դեպի իրենց մայրենի քաղաքներ։ Եվ այստեղ Հիսուս Քրիստոս նստած ավանակի վրա, խոնարհ, փրկաբեր թագավորը գալիս է իբրև նորոցյալ եւ ժողովուրդը Հիսուս Քրիստոսին դիմավորում է թագավորական գոչումներով, ասելով թե Ովսաննա, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ է մեր հոր Դավթի թագավորությունը, որ գալիս է խաղաղություն երկնքում եւ փառք բարձրունքներում։ Հիսուս Քրիստոս այս օրհնաբանության ներքո մտնում է Երուսաղեմ։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսի վերջին հանգրվանը պիտի լիներ Երուսաղեմ, որտեղ նա պիտի զոհաբերվեր, բայց Հիսուս Քրիստոս տեսեք ինչ ասում ավետարանիչը, մտավ Երուսաղեմ, գնաց տաճար։ Ու նայեց իր շուրջը ամեն ինչի վրա, եւ որովհետեւ երեկոյան ժամ էր, բարձրացավ Բեթանիա, չմնաց Երուսաղեմում։ Հիսուս Քրիստոս Բեթանիայից նստած ավանակի վրա, գալիս է Երուսաղեմ, գնում է տաճար։ Չի մնում Երուսաղեմում, գնում է տաճար եւ վերադառնում է դեպի Բեթանիա։ Այստեղ ինչ է ցանկանում մեզ ավետարանիչը ասել։ 5 տականից մենք գիտենք, որ տաճարը այն վայրն էր, որտեղ երկինքն ու երկիրը միավորվում էին, որտեղ Աստված եւ մարդ հաշտվում էին զոհաբերությունների միջոցով, որտեղ Աստված հայտնվում էր մարդկանց նախ վրանը Մովսեսի ժամանակ, ապա այդ վրանի վրա կառուցված տաճարը եւ հետագայում Եզեկիելի տեսիլքի համաձայն եկեղեցին, որը կառուցվեց այդ նույն տրամաբանական շղթայի մեջ, տաճարը այն վայրն էր, որտեղ Աստված իջնում էր երկնքից եւ հայտնվում էր մարդկանց։ Ինչու է Հիսուս Քրիստոս մտնելով Երուսաղեմ գնում տաճար։ Մի պարզ բան խորհրդանշելու համար, ասելու համար, թե ես եկա Աստված եւ մարդ
փոխհարաբերությունը վերականգնելու։ Տաճարում էր զոհաբերությունը կատարվում, ես եկա զոհաբերվելու ձեր բոլորի փրկության համար։ Եվ ավելին, այդ տաճարը ինքը Հիսուս Քրիստոսն էր։ Կհիշեք ավետարանական այն խոսքերը, որտեղ Հիսուս Քրիստոս ասում է քանդեցեք այդ տաճարը եւ ես այն 3 օրում կկառուցեմ։ Եվ Հիսուս Քրիստոս խոսում էր իր մարմնի մասին. սպանեք ինձ եւ ես 3 օր հետո հարություն կառնեմ։ Եվ այստեղ Հիսուս Քրիստոս մտնելով Երուսաղեմ, ուզում է ասել, որ ինձ այստեղ ոչինչ չի հետաքրքրում, բացի տաճարից, որտեղ ես պիտի զոհաբերվեմ, որտեղ Աստված եւ մարդ միությունը պետք է վերականգնվի, որտեղից դուք բոլորը պիտի քաղեք ձեր փրկությունը։ Նա գնում է տաճար եւ հեռանում է Բեթանիա, Ձիթենյաց լեռան մոտ։ Այս տողերով ինչ է ցանկանում մեզ ասել ավետարանիչը։ Բաբելոնյան գերության ժամանակ, երբ հրեաները իրենց կռապաշտության պատճառով չեն ստանում օգնություն Աստծուց եւ գերության են տարվում Բաբելոն, Եզեկիել մարգարեն մի տեսիլք է տեսնում։ Այդ տեսիլքի մեջ Աստծո փառքը դուրս է գալիս Երուսաղեմի տաճարից եւ գնում է դեպի Ձիթենյաց լեռ, Բեթանիա։ Հիսուս Քրիստոս գնում է տաճար, տաճարից դուրս է գալիս եւ գնում է Բեթանիա, Ձիթենյաց լեռ, մատնանշելով, որ Աստծո փառքը ինքնին Հիսուս Քրիստոսն է, որին հրեաները մերժեցին եւ իրենց մերժելու պատճառով Աստծո փառքը տաճարից վերացավ, գնաց Բեթանիա, բայց Հիսուս Քրիստոս գնում է Բեթանիա, կրկին Երուսաղեմ գալու համար, զոհաբերվելու համար եւ Աստծո փառքը վերադարձնելու դեպի տաճար։ Աստծո փառքը կրկին մատուցելու մարդկանց։ Այս դրվագը, որը որ մենք այսօր ընթերցում ենք, ամբողջությամբ Հիսուս Քրիստոսի ինքնության նկարագրությունն է։ Մենք տեսնում ենք այստեղ Հիսուս Քրիստոսին իբրև Աստված, իբրև Աստծո Որդի, իբրև իրական օծյալ, իբրև իրական թագավոր, իբրև նա, ով պիտի բերի մեզ փրկությունը, իբրև նա, ով է միակը փառքը Աստծո, իբրև նա, ում բացառաբար պատկանում է փառքը, ինչպես ասում է Աստվածաշունչը։ Եվ այստեղ այսնույն դրվագում մենք տեսնում ենք, որ մարդիկ մերժում են Աստծո փառքը, բայց Աստծո փառքը կրկին վերադառնում է դեպի մարդիկ, նրանց համար, ովքեր ընդունում են նրան, նրանց համար, ովքեր հավատում են նրա անվանը, նրանց սրտերում այլևս բնակվելու համար, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում, դուք բոլորդ տաճարներ եք Սուրբ Հոգու համար, դուք բոլորդ վայր եք, որտեղ բնակվում է Աստծո փառքը, որտեղ բնակվում է Հիսուս Քրիստոս, եթե դուք ընդունում եք նրան եւ հավատում եք նրա անվանը։ Այսօրվա այս աստվածաշնչյան պատգամը գալիս է մեզ թելադրելու, որպեսզի վերարժևորենք Աստված մարդ, մեր եւ Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունները։ Ով է Աստված մեզ համար, ով է Հիսուս Քրիստոս մեզ համար, որպես ինչ ենք մենք նրան ընդունում։ Այն մարդիկ, որոնք Երուսաղեմում ի սկզբանե դիմավորում էին Հիսուս Քրիստոսին ճյուղերով իբրև հաղթական թագավորի, սպասում էին նրանից, որ նա քաղաքական հեղաշրջում պիտի իրագործի, որ նա հրեաներին պիտի ազատի հռոմեական կայսրության լծից։ Եթե նրանք ընդունեին Հիսուս Քրիստոսին իբրև իրական թագավոր, միանշանակ պիտի ազատվեին հռոմեացիների լծից։ Առանց բացառության։ Դա է մեզ հուշում 5 տակարանը։ Բայց նրանք մերժեցին Աստծո թագավորությունը, ինչի արդյունքում կորցրեցին ինչպես Աստծո թագավորությունը, այդպես էլ իրենց թագավորությունը եւ զրկվեցին Աստծո ընտրյալ ազգ լինելու շնորհից։ Բայց Աստված չհրաժարվեց մարդկանցից։ Եվ այսօր էլ երբ մենք մեր մեղքերով մերժում ենք Աստծո թագավորությունը, երբ մենք մեր կռապաշտական սովորություններով հեռացնում ենք Աստծո փառքը մեզանից, մեր տաճարներից, որ մենք ենք, Աստծո իրական տաճարը Հիսուս Քրիստոս այդուհանդերձ գալիս է թակելու մեր սրտերի դռները, ասելու թե բացեք, որովհետև ահա ես եկա քո մոտ Երուսաղեմ, ահա ես եկա քո մոտ քո խոնարհ եւ հեզ թագավորը, որ քեզ բերել է փրկություն։ Ամեն։